Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մեր հյուրն է լոգոպեդ, հայորդիներ հայկական դպրոցի հիմնադիր տնօրեն Մարգարիտա Պողոսյանը։ Ողջույն Մարգարիտ։ Բարև ձեզ։ Անչափ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ մեծ հյուրին կալելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մարգարիտա, ո՞րն է ձեր ծննդավայրը եւ ինչպիսի կրթություն եք ստացել։ Ես ծնվել եւ մեծացել եմ Երևանում, ավարտել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան, դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը։ Այնուհետև այստեղ անցել եմ 1 տարվա դասընթացներ հատուկ հոգեբանություն ուղղվածությամբ։ Ինչու հենց լոգոպեդիա։ Ասեմ անկեղծ, ես սկզբից չէի ուզում մաթեմատիկան իմ տարերքը, ուզում էի տնտեսագետ դառնայի, բայց ծնողներս համոզեցին, որ ընտրեմ այդ ուղին, որովհետև այն տարիներին չկար Հայաստանում, գնում էին դուրսն էին սովորում, Ռուսաստանում էին սովորում, եւ մենք ոնց որ երկրորդ թե երրորդ շրջանավարտներն էինք։ Եվ պահանջարկ կար։ Որն էր այն գլխավոր շարժառիթը, որ տեղափոխվեցիք Իսպանիա։ Ինչու հենց Բարսելոնա։ Ի սկզբանե ինչպիսի խոչընդոտների հանդիպեցիք եւ ինչպես հաղթահարեցիք դրանք։ Ամուսինս գործի բերումով եկավ Բարսելոնա աշխատելու, այստեղ քույրիկս էր ընտանիքով բնակվում եւ հետո ես էլ ստիպված եղա երեխաներիս հետ տեղափոխվել այստեղ։ Խոչընդոտները դե առաջին խոչընդոտը, ինչպես բոլոր հայերն են բախվում, դա լեզվականն էր եւ ինֆորմացիայի պակասը։ Բայց հետագայում երբ արդեն լեզուն տիրապետում ես, արդեն ավելի ինտեգրվում ես։ Եվ հիմա համարում եք, որ արդեն ինտեգրվել եք իսպանական հասարակությանը։ Կարծում եմ այո, որոշ չափով այո։ Մարգարիտա, բնակվելով արտերկրում շատ հայ երեխաներ են բախվում լեզվի զարգացման խնդիրներին, ինչն է հիմնական պատճառը։ Մուլտֆիլմերի վաղ տարիքից մուլտֆիլմերի առկայությունը, երբ շատ են դիտում, ինտերնետի առկայությունը, թե այլ հիմնական պատճառներ կան։ Շատ լավ հարց տվեցիք Անի ջան, ես շատ ուզում եմ անդրադառնալ այդ հարցին, կան մի քանի գործոններ։ Երեխան այստեղ շատ հաճախ բախվում են այդ խնդրի հետ, որովհետև այստեղ 3 լեզու է։ Տանը հայերեն, դպրոցում կատալերեն, իսպաներեն։ Այն երեխաները, որոնք որ գնում են Մսուր, Գվարդերիա, 90% ունենում են լեզվական խնդիր։ Երբ երեխան չի ունենում իր մայրենի լեզվի հիմքը, երբ որ ունենում են հիմք, որոշակի կենցաղային խոսում են, երեխաները գնում են դպրոց եւ սպունգի նման վերցնում են եւ կատալենը եւ իսպաներեն։ Մի քանի ամսից նրանք լավ սկսում են տիրապետել, բայց երբ երեխան չի ունենում այդ հիմքը եւ շատ վաղ հասակից են գնում, նրանց մոտ հապաղում է լինում լեզվի եւ դա բերում է տարբեր հոգեխոսքային խանգարումների։ Ինչ վերաբերում է մուլտֆիլմերի, հիմա շատ հարմար է մայրիկներին, փոքր երեխաներին դնում են մուլտֆիլմ եւ սկսում են կերակրել, բայց ուզում եմ շատ անդրադառնալ այս հարցին, այսպես մի քիչ մասնագիտորեն ավելի բացատրեմ։ Ուղեղը մարդու արտադրում է հորմոններ, որոնք որ պատասխանատու են ինֆորմացիայի համար։ Երբ փոքրիկ երեխան նայում է շատ այդ մուլտերը, նա ծախսում է այդ դոֆամինները, այդ հորմոնները եւ ավելորդ ինֆորմացիա կլանելու համար նա այլևս դա չի ունենում, հասկանում եք, եւ դա բերում է նույնպես հապաղմանը։ Այո, պետք է մուլտֆիլմեր նայել, մենք բոլորս նայել ենք, բայց հոգեբանները գտնում են 1.5-2 տարեկանից հետո եւ սահմանափակ։ Իսկ ինչպես հաղթահարել դրանք։ Ինչով ծնողը կարող է աջակցել երեխային եւ որ տարիքում պետք է ծնողը գիտակցի, որ իր երեխան ունի լեզվական խնդիր։ Եվ նաեւ գիտեմ փորձից ելնելով, որ ավելի ավագ սերունդը մի փոքր չի ընդունում, որ այո, երեխաս ունի խնդիր, երեխաս կամ թոռնիկս, չգիտեմ, ունի լեզվական խնդիր եւ արժե դիմել մասնագետի։ Ունենք չէ այդ խնդիրը։ Այո, այդ խնդիրն էլ ունենք, հիմա բացատրեմ։ Մայր լինելը դա աշխատանք է ամբողջ կյանքի ընթացքում։ Մայրիկը պետք է լինել ծնողը ընդհանրապես, պետք է լինել շատ իրազեկ, պետք է զարգանա, զբաղվի, իմանա երեխայի զարգացման բոլոր փուլերը։ Ասենք 6 ամսեկանից սկսած թոթովանքն է, 1 տարեկանից հետո առաջի բառերն են, այնտեղ նախադասություններ, շատ ավելի կարևոր է երեխայի հասկանալը, քան խոսքը։ Հասկանալ։ Պետք է կենցաղային հրահանգներ կատարի երեխան։ Եթե երեխան ունի գլոբալ պրոբլեմ, լինում են զանգեր շատ ավելի վաղ տարիքում։ Առաջինը, երբ երեխան չի արձագանքում անվանը, չի ցույց տալիս մատով, իսկ դա արդեն մոտ 1 տարեկանում պետք է լինի։
չի ճանաչում մայրիկին, չի կանչում մայրիկին, դա է, եւ ինչքան վաղ դիմեն մասնագետի, այնքան ավելի շուտ կհասնեն արդյունքի։ Իսկ մինչ մասնագետին դիմելը ծնողը ինքը կարող է հասկանալ, որ դա լեզվական խնդիր է, թե աուտիզմի նշաններ են։ Կա աուտիզմը եւ աուտիզմի սիմպտոմատիկան, դա տարբեր բաներ են։ Գալիս է երեխան աուտիզմի սիմպտոմներով, բայց ճիշտ պարապելուց հետո այդ սիմպտոմները շտկվում են եւ երեխան նորմալ սկսում է զարգանալ։ Իսկ աուտիզմը դա շատ վաղ ժամանակից արդեն դա եթե խորը իրոք աուտիզմ է, դա երևում է, դա թաքցնել չի լինի, դա անմիջապես ծնողը կնկատի։ Եվ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, համոզել, թե խոսի, դեռ շուտ է, փոքր է, կմեծանա, խոսքը կզարգանա, ոչ։ Եթե նկատում են նմանատիպ, ուրեմն սիմպտոմներ, անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի։ Մարգարիտ, իսկ որոնք են այդ սիմպտոմները։ Ես նշել եմ հարցերից մեկում, առաջինը, որ երեխան չի արձագանքում իր անվանը, չի ճանաչում մայրիկին, չէ՞ որ մայրիկն է խնամում երեխային, նա պետք է ճանաչի մայրիկի հետևից լացել, հա, ցուցամատը, դա ասում եմ 1 տարեկանում արդեն երեխան պետք է ցտա, նույնիսկ խոսքը չկա, երեխային ասում ես ուր է լույսը, նա պետք է թեկուզ գլուխը թեքի դեպի լույսը, որտեղ է մայրիկը, թեքի դեպի մայրիկը, տուր ինձ խնձորը, իսկ աուտիզմով երեխաները չունեն դա։ Աուտիզմը ձեռքբերովի չի լինում, դա լինում է ԻԾՆ, այսինքն երեխան երբ բեղմնավորվում է, այդ իսկ պահին երեխայի մոտ լինում է մուտացիա, գենի մուտացիա, ինչի է դա պատահում, մինչև առ այսօր չեն հայտնաբերել պատճառը դրա, եւ այդ պատճառով է լինում, դա ձեռքբերովի չի լինում։ Իսկ ինչ վերաբերում է գենետիկային, հազվադեպ է լինում գենետիկա, հաշվել են մոտավորապես մինչև 33% հավանականությունը, եթե մի երեխան ունի, ասենք մյուսը կունենա, թե չէ։ Ասեմ այսպեսի մի բան էլ, հաճախ ծնողները գալիս են ու ասում են ուզում ենք հանձնենք գենետիկայի անալիզ, որ իմանանք, ես խորհուրդ չեմ տալիս հանձնել։ Ինչ է դա մեզ տալու։ Ոչինչ։ Ասենք իմանում ես ամուսնուդ կողմից է, դու ամբողջ կյանք նայելու ես ամուսնուդ ու ասես ինքն է պատճառը, որ երեխաս այսպես է։ Ես խորհուրդ չեմ տալի։ Մարդը աշխարհը ճանաչում է լեզվի միջոցով։ Չկա լեզուն, երեխան հետ է մնում ամեն ինչից։ Երեխան սկսում է չզարգանալ, նա ֆիզիկապես զարգանում է, մեծանում է, բայց մտավորը չէ։ Դա ինձ թվում է շատ ակնառու է։ Այո, շատ մեծահասակներ եւ ես ինքս իմ աշխատանքի մեջ բախվել եմ այդ խնդրի հետ, որ ասում են դե ոչինչ, մեր հարևանի երեխան 7 տարեկանից է խոսել, ոչինչ կխոսի, չէ, այդպես չի։ Կա ոսկե կանոն, 3 տարեկան երեխան պետք է լրիվ խոսի։ Մի քիչ շատ, մի քիչ աղքատիկ բառապաշար, մի քիչ թլվա, դա կապ չունի, բայց պետք է ունենա բառապաշար եւ պետք է խոսի։ Իսկ ճիշտ է այն պնդումը, որ տանը պետք է խոսել միայն մեկ լեզվով, նվազեցնելու լեզվական խնդիրների առկայությունը։ Այո, սկզբնականում պետք է խոսել մեկ լեզվով, մինչև երեխայի լեզուն բացվի։ Երբ որ կենցաղային արդեն ունենում է երեխան, արդեն զգում եք, որ երեխան հասկանում է, արդեն կարելի է ուրիշ լեզուներ ելնել։ Իսկ ծծակը կարող է լեզվական խնդիրներ առաջացնել։ Երկար ծծելը բերում է կցվածքի դեֆորմացիային, ինչն է, որ իր հերթին բերվում է թլվածությանը։ Այդ պատճառով երկար ծծակ օգտագործելը ցանկալի չէ։ Երբ երեխան արդեն սկսում է ատամներ հանել, սկսած 6 ամսեկանից, ցանկալի չէ օգտագործել ծծակը։ Մարգարիտա, ինչպես ծնվեց հայորդիներ Մեկորյա հայկական դպրոցի հիմնադրման գաղափարը եւ սկզբնական ինչ խոչընդոտներ հանդիպեցիք։ Աշխատանքի բերումով, աշխատելով լեզվական արատ եւ մտավոր արատ ունեցող երեխաների հետ, ես հասկացա, որ կարիքը կա երեխաների շփման, որ այդ երեխաներ, ընդհանրապես հայ երեխաները պետք է շփում ունենան։ Ասեմ մի այսպիսի բան, երեխան հասակակիցի հետ շփվելիս ավելի շատ բան է վերցնում զարգանում, քան մեծի հետ շփվելուց։ Եվ այդ գաղափարը ինձ բերեց, որ ես կարող եմ օգնել ոչ միայն լեզվական արատ ունեցող երեխաներին, այլև այլ հայ երեխաներին, ապահովելով ոչ միայն սովորել լեզուն, այլ նաև շփումը դպրոցից, դասերից դուրս
եւ այլն։ Դավիթ ջան, ինչու ես դու սիրում հայկական դպրոց, ինչու ես գալիս հայկական դպրոց, կարող ես պատասխանել։ Սովորում եք Ահա, ինչ ես սովորում հայկական դպրոցում։ տարեր Տարեր, էլ ինչ արևս։ հայ լեզու Ահա, սովորում եք մեր հայ լեզուն, այո, էլ ինչ ենք սովորում հայկական դպրոցում։ Ասա տեսնեմ սիրուն աղջիկ։ Գրել, ահա, ով կարող է ասել, ասա։ Ահա, հելադրություններ գրել, ասա Էդու ջան։ Կարդալ, այո, երեխաներ։ Ես գալիս եմ հայկական դպրոց, որ շատ բաներ սովորեմ, հայ ընկերներ ունենամ եւ իմ հայրենի լեզուն չմոռանամ։ Գալիս սովորել, գրել, մեկ է սովորել հայերեն տառերը։ Դուրը գալիս գալ հայկական դպրոց, որ սովորեմ ու տառեր ենք սովորում, կարդալ ու գրել հայերեն։ Ապրես։ Շատ մեր դպրոց հաճախել են այնպիսի երեխաներ, որ ընտանիքում ծնողները տարբեր ազգի են եղել, հայ եւ ռուս, հայ ուկրաինացի, իսպանացի հայ, եւ ես հատուկ ունեմ մշակված ձեռնարկ, որտեղ որ նկարներով պատկերազարդ բառերն են եւ տակը լատիներեն տառերով գրված է լինում տվյալ բառը, որ երեխան կարողանա լատիներեն տառերով կարդա։ Շատ հաճախ նույնիսկ մայրիկը, եթե հայ չէ, ուրախանում է եւ ասում է ես էլ երեխայիս հետ կսովորեմ։ Եվ հավաստիացնում եմ ձեզ, մի 2-3 տարի հաճախելով դպրոց, բավականին լավ արդյունք ենք ունենում, սկսում են խոսել երեխաները։ Իսկ ինչ առարկաներ են դասավանդվում դպրոցում եւ քանի աշակերտ ունի դպրոցը։ Մեր դպրոց այս տարի հաճախում է 33 աշակերտ, դպրոց հաճախում են 3 տարեկանից, այդ տարիքում մենք բառապաշարն ենք զարգացնում, մանր մոտորիկան ենք զարգացնում, տրամաբանությունը, այս տարի նույնիսկ թվերն ենք սկսել, թեթև մաթեմատիկական մեծ ու փոքր նշանները, ավելի մեծ տարիքում արդեն գրատառաճանաչություն, պատմության հիմունքներ, գրականություն։ Իսկ ինչպիսի մեթոդներ եք կիրառում ոչ միայն հայերեն լեզուն խոսքը սովորեցնելու, այլ նաև ազգային արժեքներ, գաղափարներ սերմանելու համար երեխաների մեջ։ Ասեմ, որ հայ լինելը միայն ծննդավայրը եւ ապրելատեղը չի, ոչ էլ ազգանունի վերջավորությունը։ Հայ լինելը դա հիշել մեր նախնիներին, դրա համար մենք սերմանում ենք մեր երեխաների մեջ սերը դեպի մեր ազգայինը, մեր պատմությունը, մեր հողը, մեր բոլոր հանդեսները, միջոցառումները անպայման հայկական երգերով, պարով, բանաստեղծություններով։ Մենք նշում ենք դպրոցում բոլոր հայկական տոները, բացատրում ենք, աշխատանքներ ենք տանում այդ տոների վերաբերյալ, որպեսզի երեխաները լավ տեղեկացված լինեն։ Ունենք նաև հայրենագիտության հիմունքներ։ Իսկ ինչպես ես գնահատում հայերենի կարևորությունը Սփյուռքում արտերկրում։ Այդ ինձ թվում է, որ շատ կարևոր է պահպանել մեր լեզուն։ Ասեմ մի բան, որ մենք ուզենք թե չուզենք, մեր երեխաները խոսելու են եւ մտածելու են իսպաներեն, որովհետեւ դա իրենց ավելի մատչելի է։ Եվ դա մեղադրելու չէ, իրենք 7-8 ժամ լինում են իսպանական միջավայրում իրենց դպրոցում։ Եվ դրա համար պահպանել մերը շատ կարևոր է եւ դա գտնում եմ ամեն հայի առաքելությունն է Սփյուռքում ապրող։ Եթե կարողանայիք ինչ-որ մի բան փոխել արտերկրում հայկական դպրոցների ուսումնական ծրագրերում, ինչը կփոխեիք, ինչ նախագծեր, առաջարկներ ունեք։
Շատ ցանկալի է ավելի շատ օժանդակ նյութեր ունենանք, դասագրքերը մի փոքր վերանայվեն, մի քիչ հաշվի առնելով, որ դպրոցը շաբաթը մեկ անգամ է, մեկ օրյա է, դասագրքերը մի քիչ բարդ են երեխաների համար, ավելի պատկերազարդ լինեին այդ գրքերը։ Մարգարիտա, Բարսելոնայում թե Հայաստանում ավելի մեծ աջակցություն ստացար մասնագիտական զարգացման համար։ Ասեմ, որ ես իմ հիմնական կրթությունը ստացել եմ Հայաստանում։ Մեր ժամանակ դա եղել էր դեֆեկտոլոգիայի ֆակուլտետ, որտեղ որ մենք անցել ենք սուրդո մանկավարժություն, օլիգոֆրենո մանկավարժություն, հատուկ մանկավարժություն, էրգոթերապիա եւ դա ամենը դա իմ մասնագիտական հիմքն է։ Այստեղ ես բազմիցս վերապատրաստվել եմ, շատ վեբինարների եմ մասնակցել։ Իմ մասնագիտությունը բժշկության նման մի բան է, անընդհատ նոր հետազոտություններ են լինում, նոր մեթոդներ են լինում, պետք է ինքնակրթվես, զարգանաս, որ տեղյակ լինես, կարողանաս աշխատես։ Ես անշուշտ գտնում եմ, որ Հայաստանի ու ասեմ ավելին սովետական միության ժամանակ եմ ես արդեն այդ փլուզման ժամանակ եմ ես սովորել, այդ հիմքը դրված անշուշտ շատ ավելի արմատներով խորն է, քան այստեղ։ Եթե կարողանայիր հետ վերադառնալ եւ հնարավորություն ունենալ այլ մասնագիտություն ընտրել, կրկին կընտրեիր մանկավարժի կամ լոգոպեդի մասնագիտությունը, թե այլ մասնագիտություն։ Իհարկե կընտրեի այս մասնագիտությունը, ես կարծում եմ, որ ամեն մարդ ինչ որ մարդու հետ լինում է, դա պատահական չէ։ Ամեն մարդ գտնում է իր տեղը իր կյանքում, ես գտնում եմ, որ ես գտել եմ։ Մարգարիտա, կպատմես մի դրվագ քո մասնագիտական գործունեությունից, թե որպես լոգոպեդ, թե որպես մանկավարժ, որ քո մասնագիտական մոտեցումը փոխել է ինչ-որ երեխայի կամ ընտանիքի կյանքը։ Ասեմ, Անի ջան, մի քիչ գեղեցիկ եւ պրոֆեսիոնալ չի լինի, եթե ես պատմեմ ինչ-որ դրվագ, ես պարզապես այսպիսի մի բան կարող եմ ասել, որ իմ աշխատանքի մեջ պատահել է մի քանի անգամ, երբ մայրիկը հուզված եկել է, ասենք 4-5 տարեկան երեխայի մայրիկ հուզված եկել է եւ ասել է, ես անչափ ձեզ շնորհակալ եմ, որ ձեր աշխատանքի շնորհիվ իմ երեխան ինձ ասեց մամա։ Եվ իհարկե ես էլ եմ հուզվել եւ հասկացել եմ, որ ես շատ ճիշտ ուղու վրա եմ, որ ես դա էլ իմ առաքելությունն է։ Աշխատանքը եւ դպրոցը կյանքիդ մեծ մասն են զբաղեցնում։ Իսկ ո՞րն են քո անձնական հետաքրքրությունները։ Ինչ հոբի ունես, ինչով ես սիրում զբաղվել ազատ ժամանակ։ Հոբի երևի ճամփորդել։ Ես գտնում եմ, որ դա մարդուն տրված հաճույքներից մեկն է։ Ես շատ եմ սիրում ճամփորդել։ Մարգարիտա, քեզ համար եւս պատրաստել ենք բլից հարցեր։ Խնդրում եմ հակիրճ պատասխանել հարցերին եւ որքան հնարավոր է անկեղծ։ Աշխատեմ։ Լոգոպեդ թե մանկավարժ։ Ես սպասում եի այդ հարցին, ես անկեղծ չեմ կարող պատասխանել, դա ոնց որ դες հարցնենք, որ երեխայի պես ավելի շատ սիրում եցին, թե փոքրին, անկեղծ չեմ կարող պատասխանել։ Կրթական ժամանակակից մոտեցում թե ավանդական։ Ավանդական։ Որն է ձեր ամենամեծ վախը։ Մենակությունը։ Բնավորությանդ ամենալավ եւ ամենավատ գիծը։ Լավ երևի շատ ընկերասեր եմ, եւ վատ երևի շատ հոգս եմ վերցնում ինձ վրա, հետո էլ բողոքում եմ։ Հայտնի մարդ, ում հետ կցանկանաս ճաշել։ Չգիտեմ, բայց չկա տենց մարդ, որ ուզենամ ճաշեմ հետ, անկեղծ։ Չկա։ Լուրջ, Չէ, բացարձակ հայտնի մայրիկիս հետ։ Հա, դտենց կարաս ասես, լավ։ Հայտնի մարդ չեմ կարող ասել, այս պահին շատ կուզեի մայրիկիս հետ։ Որ երկիր կցանկանաս ճանապարհորդել։ Սինգապուր։ Գիրք, որ միշտ խորհուրդ ես տալիս, որ կարդան աշակերտներդ։ Փոքրիկ իշխան։ Ինչպիսին է ըստ քեզ իդեալական աշակերտը։ Որը տանից գալիս է պատրաստված։ Երեխային հանգստացնելու լավագույն ձևը դա Խաղն է։ Եթե կյանքդ ֆիլմ լիներ, ինչ կլիներ ֆիլմի անունը։ Մի շփտալ։ Մարգարիտա, ունես մի քանի վայրկյան եւ ամբողջ աշխարհը քեզ լսում է։ Ինչ կասես աշխարհին։ Եղեք բարի, զիջեք միմյանց, ծեր եւ շփտալ։
Անչափ շնորհակալ ենք Մարգարիտա հրավերն ընդունելու համար։ Սիրելի հետևորդներ, չենք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ Instagram-ին։ Իդեպ ասեմ, որ տեսնում ենք ձեր ակտիվությունը եւ անչափ ուրախանում ձեր արձագանքներով։ Չենք մոռանում նաեւ աջակցել մեր հաղորդաշարին։ Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է։ Ձեր աջակցությունը կարող եք ցուցաբերել կարատարելով հանգանակություն նշված հաշվահամարին։ Անչափ շնորհակալ ենք։